Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է հուլիսի 15-ի համար, տարվա բոլոր ծնված նշանների համար։ Տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու այս օրը։ Գնանք առնետներին։ Ինչ է սպասվում առնետներին հուլիսի 15-ին։ Հարգելի առնետներ, այդ օրը նոր դռներ են բացվում ձեր առջև, ինչ-որ մի բան կկարողանաք հաջողությամբ անել, ավարտել։ Նաև տատանվում եք, ծանր ու թեթև եք անում, ինչ-որ հարցեր, ինչ-որ խնդիրներ, ընտրության առջև կկանգնեք։ Ինչ-որ մի բան էլ կուշանա նաև, մոտավորապես 2 ամիս, մինչև, 1.5-ից մինչև 2 ամիս։ Օրվա վերջ այստեղ տան հետ կապված աշխատանքներ կան, ինչ-որ գործեր կարող անել, նաև առիթի հետ կապված, միգուցե այդպիսի աշխատանք եք անում եւ գնում եք տուն զարդարելու կամ ինչ-որ դեկորացիաներ, բաներ անելու համար, ինչ-որ մասնագետ է, ով կարող է գալ տուն։ Նաև սա կարող է լինել սովորում եք տանը նստած կամ մասնագետ եք բերում եւ տանը սկսում եք աշխատել։ Դուք եւ այդ մասնագետը։ Այսինքն, տանը սկսում եք ինչ-որ բիզնես վարել կամ ինչ-որ գործունեություն, ինչ-որ վաճառքներ։ Այստեղ նաև ընտանիքի անդամներից ոչ մեկը կարող է սկսել աշխատել կամ գնալ հարցազրույցի այդ օրը։ Նաև կհանդիպեք ոչ մասնագետի։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին։ Րոպե, մոմոս փոխեմ։ Ինչ է սպասվում ցուլերին հուլիսի 15-ին։
Հարգելի ցուլեր, սա տարվա ծնված ցուլերին է միայն վերաբերվում։ Այդ օրը հեռախոսը զանգ ունեք, նաև հանդիպում կամ շփում կունենաք որևէ տարեց անձնավորության հետ, հնարավոր է պետական աշխատող է նաև։ Եվս հանդիպում շփում արդեն երիտասարդ տղայի հետ, կարող է նաև լինել նոր ծանոթություն սիրային թեմայով։ Եվ այստեղ լավ լուր եք լսում, բարի լուր եք լսում եւ սեղանի շուրջ եք նստելու։ Գուցե նշում եք այդ լուրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վագրերին։ Ինչ է սպասվում վագրերին հուլիսի 15-ին։ Հարգելի վագրեր, այդ օրը էմոցիոնալ, այդպես ճանապարհ եք գնալու, ոգևորված, գուցե շատ կարևոր է այդ ճանապարհը եւ այդպես գնում եք։ Նա կամ ինչ-որ մարդիկ են գալու ձեզ մոտ, այդպես էմոցիոնալ իրենց դիմավորում եք։ Բայց խոչընդոտներ կան նաեւ օրվա ընթացքում։ Եվ հանդիպում շփում կունենաք ոչ մասնագետի հետ, կփորձեք ինչ-որ գործեր իրար հետ առաջ մղել։ Կամ ասում է, որ ինչ-որ չափով, եթե հիվանդ կա, ապա ինչ-որ չափով այստեղ գործերը ոնց ապակինվում է։ Նաև եթե աշխատում եք եւ հանգիստ եք ուզում, ապա եւս, այստեղ կարող են ձեզ ասել, որ մենք գործերը կանենք, հնարավորություն ձեզ կտան, որպեսզի դուք գնաք հանգստանալու։ Եվ լավ լուր կլսեք, բարի լուր կլսեք։ Այստեղ եթե հիվանդ մարդ կա, ոնց որ արդեն կլսեք, իր ապակինման մասին լուրը։ Եվ երկար սպասված որևիցե տեղեկատվություն կստանաք, հնարավոր է փաթեթ է, որևիցե փաստաթուղթ է, ինչ-որ լուր է, տեղեկություն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք նապաստակներին։ Ինչ է սպասվում նապաստակներին հուլիսի 15-ին։
Հարգելի նապաստակներ, այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք որևիցե տարիքով անձնավորության հետ, նա որ է ձեր հայրն է, հնարավոր է պետական աշխատող է, նաև նոր ծանոթություն կարող է լինել։ Օրվա ընթացքում ոմանք ավելի շատ կաշխատեն, ոմանք պատվերներ կգրանցեն, կընդունվեն աշխատանքի, նաև դա կարող է լինել աշխատանքի փնտրել, ռեզյումեները հանձնել, հանդիպում պետական աշխատողի հետ, նաև աշխատանքի մասին կարող եք խոսել, ինչ-որ բան կարող է լինել և ուզում եք ոնց որ դադարեցնեք մեկ շաբաթ, հանգստանաք, այդպես։ Եվ երեկոյան մտքերի մեջ կլինեք, կմտածեք կամ ինչ-որ մեկի մասին, կամ ինչ-որ բանի մասին։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վիշապներին։ Ինչ է սպասվում վիշապներին հուլիսի 15-ին։ Հարգելի վիշապներ, այդ օրը տատանվում եք, ինչ-որ բան է ձեզ տանջում, այստեղ ոչ թե ընտրության առջև եք, այլ ուղղակի այո կամ ոչի մեջ եք տատանվում, անել չանել այդպես։ Բավականին էմոցիոնալ կլինեք, ոմանք էմոցիոնալ այդպես պատրաստվում են ամուսնության առաջարկի, գուցե էմոցիոնալ եք նաև, որովհետև ամուսնության առաջարկ են արել, հրավերք որևիցե հարսանիքի, նաև նա կարող է լինել պայմանագրի կնքում, դրա համար բավականին էմոցիոնալ եք, կնքում եք որևէ կարևոր պայմանագիր ձեզ համար։ Օրվա ընթացքում շատ սեր կստանաք բոլորի կողմից, նաև դա կարող է լինել սիրո խոստովանություն, դենտեղ ամուսնության առաջարկը կարող է լինել ոմանց մոտ եւ օրը դեռ ոնց որ այդպես սիրային վիճակում եք, հա, սիրտը դեռ թրթռում է։ Ոմանց մոտ այստեղ սիրելիին հանդիպում, նաև հարազատ մարդկանց հետ հանդիպում, սիրո խոստովանություն, սեր բոլորի կողմից, նաև սպասում եք, գուցե սպասում եք ձեր հարազատին, որպեսզի գա։ Եվ այստեղ հանդիպում կամ շփում կունենաք ոչ թե մասնագետի հետ, նաև կարող է մասնագետին եք սպասում եւ հանկարծակի լուր կլսեք այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք օձերին։ Ինչ է սպասվում օձերին հուլիսի 15-ին։
Հարգելի օձեր, այդ օրը լուսավոր մի բան է տեղի ունենալու ձեզ մոտ, որ արտասվեք, հուզվեք, նաև օրվա ընթացքում օձեր կան ձեր կարիերայի հետ կապված հարցերում, ուշադիր եղեք, որովհետև այստեղ կարող է ինչ-որ լուսավոր մի բան է տեղի ունենում, պատմում եք, ուրախանում եք եւ օծություն են անում ձեր նկատմամբ, ուշադիր եղեք, նաև հա, որ ասում են ձեր տակը չփորեն այստեղ։ Եվ օրվա ընթացքում այստեղ գորգռում եք ինչ-որ մարդկանց վրա, միգուցե օձերի հետ եք դեռ ոնց որ կարող կռիվ տալիս, միգուցե ինչ-որ մի բան են անում, հա, ու փորձում են ձեր հեղինակության վրա ազդել աշխատանքի հետ կապված, կարիերայի հետ կապված հարցերում։ Եվ սպասում եք ինչ-որ մեկին, որ գումար վճարեք, կամ սպասում եք, որ գումար ձեզ տան։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձերին։ Ինչ է սպասվում ձերեն հուլիսի 15-ին։ Հարգելի ձեր, այդ օրը ոմանք կխոսեն աշխատանքի մասին, ոմանք կընդունվեն աշխատանքի, շատ աշխատանք կունենաք անելու, նաև հանդիպում պետական աշխատողի հետ, ռեզյումեները կարող եք տանել բաժանել կամ հարցազրույցի գնալ։ Եվ այստեղ ճանապարհ եք գնալու կամ ինչ-որ մարդիկ կգան ձեզ մոտ, լավ լուր կլսեք, բարի լուր կլսեք, ձեր տրամադրությունը կբարձրանա, ուրախ կլինեք, օրվա ընթացքում կցանկանաք պարկել, քնել, հանգստանալ։ Այստեղ կարող է գալիս են եւ մնում, որպեսզի մնան այն մարդիկ, ովքեր որ ճանապարհ են գալիս կամ դուք եք գնում այնտեղ ինչ-որ մնալու նպատակով։ Եվ այստեղ կարիերամ մի փոքր առաջ խաղացում ունեք, կարիերային փոփոխություն այստեղ կարող է լինել պաշտոնի մի փոքր բարձրացում, այնտեղ առաջ խաղացում լինի։ Նաև ոչ է այդտեղ կարող պայմանագիր եք կնքում, դա ձեզ հաջողություն բերում, նոր դռներ է բացում ձեր առջև։ Նաև ինչ որ տեղեկատվություն եք ստանում, փաստաթուղթ, որը շատ կարևոր է, հա, ձեզ համար եւ նոր հնարավորություններ է ձեր առջև բացելու։ Գուցե հենց կարիերայի հետ է կապված այստեղ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այծերին։
Ինչ է սպասվում այդ ձերին հուլիսի 15-ին։ Հարգելի այծեր, այդ օրը հաջողություն ունեք յուրաքանչյուր գործում այն ինչ որ կանեք, նաև ոչ է հնարավորություն, բայց կարող ձեր ձեռքից բաց թողնել, ուշադիր եղեք, որը կարող է նաև ձեզ իրոք հաջողություն բերի։ Սեղանի շուրջ եք նստելու կամ լավ լուր եք լսելու, դրանից հետո սեղանի շուրջ նստեք, գուցե այստեղ շնորհավորում եք մեկը մյուսին, դա է, նշում եք այդ լավ լուրը։ Ոմանք ունեն պետական հիմնարկության հետ կապված հարցեր, ուսման կենտրոն, բժշկական կենտրոն, նաև դատական գործընթացներ, ժառանգության հետ կապված հարցեր, բավականին էմոցիոնալ եք եւ այստեղ օծեր կան, այնտեղ կաղանա, որտեղ որ գնում եք ինչ-որ պետական հիմնարկություն յուրաքանչյուր տեղ որ լինի, այնտեղ կարող լինել օծեր եւ այնպես դամար եք էմոցիոնալ, կատաղել եք իրենց վերաբերմունքից։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կապիկների։ Ինչ է սպասվում կապիկներին հուլիսի 15-ին։ Հարգելի կապիկներ, այդ օրը ոմանք գումար կստանան, ոմանք նաև գումար կծախսեն, կարող է գումարը տալ ոչ է տղամարդու կամ ոչ է տղամարդ գումար տա ձեզ, հանդիպում կամ շփում կունենաք որևիցե տարեց անձնավորության հետ, նաև այստեղ ուշադրություն դարձրեք, որ ինչ-որ հնարավորություն ձեր ձեռքից բաց չթողնեք։ Եվ ոմանք կարող են սիրահարվել, սիրախոստովանություն անել, ստանալ, լսել, հարազատների մեջ գտնվեք, շատ սեր ստանաք կողքից, բայց նաև երկերեսանի մարդիկ կան, միգուցե որ մյուս կողմը սեր է տալիս ձեզ, այս մյուս կողմը այդպես ամիջապես երկերեսանիություն է անում։
խոչընդոտներ կան այդ օրը, պետք է կարողանաք հաղթահարել, նաև ճանապարհ եք գնալու կամ ինչ-որ մարդիկ կգան ձեզ մոտ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կապիկներին։ Ինչ է սպասվում աքաղներին, եւ պետք է ասի աքաղը, կապիկ եմ ասել։ Մի խոսքով նայում ենք աքաղներին, ինչ է սպասվում աքաղներին հուլիսի 15-ին։ Հարգելի աքաղներ, այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք որևիցե տարեց անձնավորության հետ, նաև նոր ծանոթություն կարող է լինել ոմանց համար, հանդիպում պետական աշխատողի հետ, հետո կարող եք մտածել, միգուցե ձեր տնօրենն է եւ ինչ-որ բան է ձեզ առաջարկում եւ հետո ընկնում եք մտքերի մեջ, մտածում եք իր ասածի մասին կամ մտածում եք ոչ թե մեկի մասին կամ ինչ-որ բանի մասին։ Նաև որվա վերջ տատանվում եք, ինչ-որ բան է ձեզ տանջում, այո կամ ոչի մեջ եք կարծես թե տատանվում, հա, ինչ անել, չանել, այդպես, հա, նույնպես դա կարող է լինել։ Եվ ուրախ եք, բարձր տրամադրություն ունեք քնելուց առաջ, էներգիայով լի եք, այդպես։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք շներին։ Ինչ է սպասվում շներին հուլիսի 15-ին։ Հարգելի շներ, այդ օրը խոչընդոտներ ունեք, ինչ-որ բաներ չեն ստացվում ձեզ մոտ, օձերի պատճառով է դա տեղի ունենում, այն որ չի ստացվում անել, դա կարող է որպես այդպես հանկարծակի լուրի միջոցով իմանաք եւ կտրուկ քայլ եք անելու, երկար մտածեք, որովհետեւ կարող է չի երևում, հա, չեմ կարող ասել, կարող է կտրուկ քայլը լավ է, կարող է վատ է։ Ոչ մի ավելորդ քարտ չունեք, որ ասեմ, երբ որ կտրուկ քայլ անեք, լավ կստացվի ձեզ մոտ։ Ուղղակի տեսնում եք, որ ինչ-որ մի բան չի ստացվում,
ոնց որ անցնում եք պլան B-ին կամ միգուցե պլան Z-ին, կտրուկ եք անում, միջապես։ Այնպես որ այդպես երկար մտածեք յուրաքանչյուր հարցի հետ կապված, եթե ինչ-որ բան կանեք, միևնույնն է, օցերի պատճառով է եւ խնդիրը դրանում է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խոզերին, ֆարազներին։ Ինչ է սպասվում վարազներին հուլիսի 15-ին։ Հարգելի վարազներ, նաև խոզեր է կոչվում։ Այդ օրը հեռախոսազանգ կունենաք, բավականին շատ կտատանվեք, ծանրութեթև կանեք, միգուցե կամ այդպես մտածում եք, զանգահարեք թե ոչ, նաև այդպես կարող եք մտքերի մեջ լինել։ Ընտրության առջև եք կանգնած լինելու։ Նաև եւս էլի օրվա վերջ էլի մտածում եք, բավականին շատ։ Եվ այստեղ պետական հիմնարկության հետ կապված հարցեր կան, կհանդիպեք կամ կշփվեք ոչ տղամարդու հետ, միգուցե նաև գումար եք վերցնում իրենից, միգուցե գումար եք վճարում, դրա համար եք հանդիպում իր հետ, այդ օրը կարող է վճարում եք վարկ, կարող է իրեն ինքն է ձեզ տալիս, վարկ եք ձևակերպում, տալիս է, այդպես։ Ինչ-որ բան է կախված այդ գումարի, տղամարդու, այստեղ նաև կարող է լինել նաև ժառանգության հետ կապված հարցեր, ինչ-որ բաներ են այստեղ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։